Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եթե դեմ չեք, սկսենք 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։ Կարծում եմ ծանոթ եք, եթե անգամ տեսանյութի տարբերակով չեք դիտել, բայց տեքստային տարբերակով ծանոթ եք, 1-2 մեջբերում անեմ, հետո նաև իհարկե մի պահ ուղղակի կդնեմ էկրանին, որպեսզի լսարանի համար էլ պարզ լինի ինչի մասին է խոսքը։ Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք իրենց բնում ջախջախելու եմ։ Դրանք են Ռոբերտ Քոչարյան, ներողություն ուղղակի ուղիղ մեջբերում, կալուգացի օլիգարխ, բելարուսամետ օլիգարխ, այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, թող դուրս գան հեղափոխություն անեն։ Կամ նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Հատուցման ժամը եկել է, հենց հիմա է հատուցման ժամը, անկախ մասնագիտությունից, պաշտոնից, կարգավիճակից։ Այսպիսի հայտարարություն, ում ձայնն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ, դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան նրանք, ում ձայնը դուք կեղծել եք։ Ահա այսպիսի գորգորոցներ, խայտարակ հայտարարություններ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ շնորհակալ հրավերի համար, կարծում եմ նախորդ զրույցներից գիտեք, որ ես ընդհանրապես խապում եմ Նիկոլ Փաշինյանի վերջի շրջանի նման հայտարարություններին մանրամասնությամբ այսպես գնահատականներ տալուց, բայց հիմա ընդհանրության մեջ կարելի է ինչ-որ խոսել երեկվա այդ իր հիստերիկ պահվածքի եւ ազգային ժողովում կատարած հայտարարությունների մասին։ Անկեղծ ասած, սա ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած ղեկավարի կամ իրան այսպես ղեկավար համարողի պահվածք չի, որտեղ նա ով ընտրություններում հաղթել է, ունի վստահություն, որ ունի ժողովրդի մեծամասնության ձայնը, այլևս նման պահված ցուցաբերելու կարիք չունի, հատկապես ընդդիմության հասցեի նման ոճով խոսելու կարիք չունի։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում այդպես է, որ եթե դու ընտրություններում հաղթող ես եւ արդեն ունես իշխանություն եւ գիտես իշխանությունը գոնե առաջիկա 5 տարվա ընթացքում այնպես է քեզ թվում, որ քոնն է լինելու, հարգանքով ես փորձում վերաբերվել քեզ այդ ընտրությունների մասնակցած ընդդիմության հետ, որոնք ազգային ժողովում լինելու են քո կողքի, որքանի որ այդպես պատկերացում ունես, որ նրանց հետ պետք է ունենաս հետագա համագործակցություն։ Բայց եթե նման պահվածք կա ցուցաբերում Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ այդ պահվածքը միայն կարելի է տեսնել հստակ բռնապետական երկրների մեջ, քանի որ նման երկրներում է, երբ հաղթողը ընտրությունների հաջորդ օրը դեռ չեղած արդյունքների ստակեցումից հետո սկսում են նման ոճով խոսել, հատկապես ընդդիմության այն հատվածի հետ, որը ժողովրդի ձայնն է ստացել։ Ամեն դեպքում ունենք ընդդիմության որոշ հատված, որը մասնակցել է ընտրություններին, բայց մեծամասնություն չի ունեցել եւ չի կարողացել շեմն անցնել եւ մտնել ազգային ժողով։ Բայց հասկանաք ինչի մասին է խոսքը, շատ կարճ խնդրում եմ, դուք պետք է նայեք։ Ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ է, ջախջախելու եմ հասցեական դրանց։ Դրանց հասցեական ջախջախելու։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ Ասեք, հիմա հայտարարություն ցտաղելի է, որտեղ ամեն դեպքում շուրջ 500,000 մարդ գնացել է ձայն տվել այդ երկու առայժմ ընդդիմադիր ուժերին, որոնք կարողացել են ազգային ժողովի շեմն անցնել եւ ներկայացնում են ազգային ժողովի մյուս ընդդիմության։ Հիմա միանշանակ բոլորի, այդպես ասած, գլուխները ջախջախելու, այդպես ասած, սպառնալիքներ է կարդում, ասում եմ, սա հիմնականում միայն բռնապետական երկրներում կարելի է նման ոճի հայտարարություններ տեսնել, հատկապես ընտրություններից հետո եւ մասնավորապես քաղաքական այն ուժերի ղեկավարների հասցեին, որոնք ազգային ժողովում հայտնվել են, սա նշանակում է ինքը ցանկանում ազգային ժողովը մաքրել, այդպես ասած, մի տեսակ ցանկալի ազգային ժողով չի ձևավորվել իր համար, այն որ ինքն էր ուզում ընտրությունների արդյունքում հասնել դրան, ամեն դեպքում նկատելի է, որ դրան չի կարողացել ուրեմն հասնել։ Հիմա մի շատ հետաքրքիր բան կա այդ հայտարարությունները, որ ինքը հնչեցնում է ջախջախել, հակահեղափոխականություն, ընտրակաշարք։ Ինքը արդեն, եթե չեմ սխալվում, իր ղեկավարման 9-րդ տարին է սկսում, 2018 թվականից սկսած, հիմա արդեն 2026 ենք, առնվազն 8 տարին անցածել է, 2 տարի կա։ Հիմա իրեն նախորդած երկու նախկին ղեկավարները, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի է ղեկավարել երկիրը, Սերժ Սարգսյանն էլ 10 տարի է ղեկավարել երկիրը, ինքը 2 տարի էլ ունի մինչև հասնի, այսինքն այդ 10 տարվան։ Հիմա ինքը 8 տարի ղեկավար է եղել եւ դեռ խոսում է այն բառապաշարով, ինչով խոսում էր ինքը 2018 թվականին։ Նշանակում է 8 տարվա ընթացքում ինքը ձախողել է բոլոր այն նպատակներում, որոնք ինքը փորձել է այդպես ասած ժողովրդին համոզել, որ ինքը գալիս է դրանք իրականացնել։ Մի տեսակ ինքը իրեն հակասում է եւ ինքը իր եթե ուզենանք ճիշտ դատենք, արդար նստենք ամեն ինչը կողք դրած դատենք, ինքը իրականության մեջ ինքը իրեն է քննադատում եւ հաստատում է, խոստովանում է, որ 8 տարվա ընթացքում ինքը չի կարողացել ոչինչ անել։ Խոսում էր, որ Հայաստանում ընտրակաշարքը բացառված է, ընտրակաշարք չի լինելու, հիմա ինքը խոսում է ընտրակաշարքով ձևավորված, այդպես ասած,
ընդդիմության կապակցությամբ։ Հիմա այդ ընտրակաշարքի թեման էլ բավական հետաքրքիր է, որտեղ հիմա մենք ընդհանուր խոսում ենք ընտրակաշարքի մասին, բայց ընտրակաշարքի մասին երբ որ խոսում ենք, դա երկու կողմ ունի։ Մեկ ընտրակաշարք առաջարկողն է, մեկ ընտրակաշարք ընդունողն է։ Եթե չլինի ընտրակաշարք ընդունող, ընտրակաշարք առաջարկողը բնականաբար չի լինի։ Հիմա եթե ինք խոսում ենք ընտրակաշարքի մասին, իրականության մեջ վիրավորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն այդ քաղաքական ուժերին ձայն են տվել եւ բոլորին մեղադրում է ընտրակաշարք ստանալու մեջ։ Հիմա հարց է ծագում, որ ինքը 8 տարի ինչով էր զբաղված, եթե հաստատում էր, ասում էր, որ ընտրակաշարքը վերացվել է, բնականաբար չես կարողացել այդ մշակույթը վերացնել, 8 տարի անց կրկին այդ մշակույթը գոյություն ունի եւ ինչ երաշխիք կա, որ հաջորդ, ասենք, 5 տարվա ընթացքում կարող է այդ ամեն ինչը վերացնել։ Մի տեսակ ես կարծում եմ այդ ամեն հիստերիան, որ ինքն ունի, գալիս է մեկ շատ հստակ տեղից, որ այն արդյունքները, որ իրենից պահանջված էր ընտրություններում ինքը պետք է ստանար, եւ այդ առաջադրանքն էր Ալիևից, խոստացել էր Ալիևին, որ ինքը ունենալու է, ասենք, առնվազն 70-75%-անոց ձայն մեծամասնություն, եւ դրանով կարողանալու այն առաջադրանքները, որոնք իրեն ներկայացված Ալիևի կողմից առանց խոչընդոտ իրականացնել, հիմա տեսնում է դրանք լուրջ խոչընդոտների դիմաց են կանգնած։ Հիմա եթե հիշեք ընտրություններից մի քանի օր անց Հաջիևը եկավ այստեղ, շատ պարզ է, եկել էր, կարծում եմ, տեսներ ինչ է կատարվում եւ որտեղ են իրեն կանգնած եւ շատ հստակ կերպով կարծում եմ Նիկոլին մեկ անգամ եւս փոխանցեց։ Իդեպ երեկվա իր այդ ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ էր, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ Հաջիևի այցը եկել էր պատերազմի սպառնալիքները կարգավորելու կապակցությամբ։ Հիմա շատ հետաքրքիր է, որ ինքն ասում էր, ինձ ձայն տվեք, որպեսզի պատերազմ չլինի, եթե ձայն տակ ընդդիմությանը պատերազմ կլինի։ Հիմա ինքը ընտրվել է, ժողովուրդը իրան է ձայն տվել, բայց ինչ սպառնալիքի մասին է խոսքը, որ եկել են մեկ էլ կարգավորեն։ Եթե պետք է ընտրություններից հետո սպառնալիք կարգավորել, ընդդիմությունն էր կարող էր դա կարգավորել պատերազմի սպառնալիքը։ Նշանակում է, որ իր ընտրությունից հետո էլ այդ սպառնալիքը կա եւ այն աստիճանի կա, որ Հաջիևին կանչում է, բերում է Դիլիջան, ստացվում է Արմեն Գրիգորյան ուղարկման դե, որպեսզի այդ սպառնալիքը վերացվի։ Սա շատ հստակ խոսում է, որ կարծում եմ իր տված բոլոր խոսումները անիմաստ են եղել եւ չեմ կարծում, որ մեկը կարելի հավատալ դրան։ Ձեր կարծիքով Հաջիևի գալը կոնկրետ ինչով էր պայմանավորված, նաեւ այս խայտարակ ապօրինությունը, որ թույլ տվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԲԿ-ի ձայները գողանալ ըստ էության, որպեսզի ամեն ինչ անեն այս իշխանությունը 3/5 ունենա ազգային ժողովում։ Խնդրեմ։ Ասում եմ, Հաջիևի այցը կարծում եմ շատ հստակ պայմանավորված է նրանով, որ եկել էր հիմնականում հասկանա, որ սրանից հետո իրենք որտեղ են կանգնած, ինչ է լինելու սրանից հետո Նիկոլ Փաշինյանի ալելիքները, քանի որ ասենք եթե այդ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանը ձեռք բերածել էր, ասենք 75-80%-անոց մեծամասնություն ունենար, բարեբախտաբար դա առայժմ այս պահի դրությամբ չունի, խնդիրը կարծում եմ փակված կլիներ, հատկապես սահմանադրության կարգավորումների կապակցությամբ հանրաքվեին, որոնք իրենք ամեն դեպքում պետք է ազգային ժողովից այդ ամեն ինչը սկսեն եւ հետո բերեն հասցնեն հանրաքվեի, բայց հիմա լուրջ խնդիրներ կա, կարծում եմ Հաջիևը եկել էր ուղղակիորեն իրենց բերանից լսելու, հասկանալու, որ ինչ է ուզում անի։ Եվ մենք հիմա դիտենք, որ Հաջիևի այցը տեղի ունեցավ ճիշտ այն օրը, երբ ասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշումներ պիտի կայացներ, նիստեր պիտի կայացնեին, եւ մի տեսակ դրանից հետո արդեն սկսեց շատ ավելի խստանալ ընդդիմության դեմ բռնաճնշումներ, արդեն որոշեցին հիմա Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցել կամ ինչ-որ հիմար բաներ գտնել, որպեսզի կարողանան, ինչպես ասած, դա գործ հարուցեն իր դեմ։ Կարծում եմ այս բաները հենց ուղղակիորեն Հաջիևի այցի հետևանքներն են եւ նաեւ վստահ արդեն տեղյակ եք, որ ազգային ժողովում ման օրենքի բարեփոխման նոր նախագիծ են, որքան տեղյակ եմ այսօրվանից խոսման մասին, որ մտցրել են հանրաքվեի համար նոր բարեփոխումներ են ուզում անցկացնել, ըստ երևույթին հիմա իրենք գիտեն, որ քվարկողների այդ թիվը, որ հիմա Հայաստանում գոյություն ունի շուրջ 2.5 միլիոն ինչ որ իրենք ներկայացնում են մոտորապես, այդքան թիվը հանրաքվեի չեն կարող ունենալ, 60%-անոց մեծամասնություն չեն կարողանալու ունենալ։ Հիմա ինչ որ բան են մոգոնել, որ կարողանան այդ քվարկության իրավունք ունեցողների թիվը պակսեցնեն, իրավունքի քվարկության իրավունքն են սահմանափակում ժողովրդինը, փորձում են կայացնել մի ինչ որ այդպես ասած լուծումների, որ կարողանան այդպես ասած այդ առաջադրանքը կատարեն։ Կարծում եմ Հաջիևի առաջ հավանաբար իրենք այդպես են խոստացել, որ մենք այս կարգավորումները կանեն, մտահոգ մի եղեք, այդ սահմանադրությունը, որ խոստացել ենք, մեկը անցկացնելու ենք։ Հիմա երկու ճանապարհ կունեն առաջ իրենց արժևում դրված, նախ այդ կարգավորումներ անեն, որպեսզի կարողանան մի քիչ ավելի հեշտացնեն իրենց այդ 60%-անոց, եթե չեմ սխալվում, մեծամասնություն հանրաքվեի ժամանակ ունենալը, եւ դրան զուգահեռ
նաև որքան հնարավոր է չեզոքացնել այսօրվա ընդդիմությանը, որը հայտնվել է ազգային ժողովում, քանի որ ես կարծում եմ մի տեսակ այս ընդդիմությունը ոսկոր ալինելու Նիկոլ Փաշինյանի կոկորտում ազգային ժողովում, հատկապես մանդատների թվով նախկինից ավելի շատ մանդատներ ունի, թեև ամեն դեպքում այդ մանդատագողությունը, որ տեղի ունեցավ գոնե այս պահի դրությամբ Բարգավաճ Հայաստանից, իրեն կարողացել են այդ համալադրական մեծամասնության խնդիրը մասամբ իրենց համար լուծել, բայց մեկը լուրջ խնդիրներ ունենալու են ազգային ժողովում, ամեն դեպքում մանդատների հարաբերություն, եթե նայեք նախկին ազգային ժողովից մի քիչ դեպի ասենք այսօրվա ընդդիմությունն է բարելավվել, հիմա չեմ ուզում ասել դա հաղթանակ է, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի գործերը կարծում եմ լավ չի, հիմա ես երեկ էլ էի գրել, կարծում եմ հիմա էլ ասենք, եթե ընտրություններում հաղթածը նման այդպես է իրեն պահում, կարելի է ընդհանրել, որ իր գործերը լավ չեն գնում եւ ինչ որ խնդիրներ ամեն դեպքում ինքն ունի, որոնք պես ասած պարտավոր է ինչքան շուտ կարգավորի։ Պարոն Մարգարյան, տեսեք, հիմա մենք անցնենք արդեն այս հայտարարակ ձերբակալություններին, ապօրինություններին եւ ԿՀ-ի որոշմանը երեք նաեւ նախագահի վերաբերյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչ է կարծում ես ձերբակալությունները այն նպատակով են, որպեսզի իրեն էլ խանգարողներ չլինեն, ինչպես նաեւ գիտեք, որ հա ադրբեջանական կողմի նպատակն է այդ 300,000 ադրբեջանցիներին բերել Հայաստան, որ ասում են կմնա մի 1000 հայ փուչիկներով, բան ծափով, դմդմփույով կդիմավորի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ հենց մասնավորապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսպես ասենք, այսպես սկսված արշավը։ Իհարկե կալանավորումները սկսվել էին դեռ մինչև ընտրությունները, եթե հիշեք, նախքան ընտրություններն արդեն այս բռնաճնշումներ, հալածանքները սկսվել էին, հիմա փորձում են այդպես ասած մարդկանց ձայնագրություններ երկու հոգի միտեղ խոսում են իրար հետ, այդ ինչի ովքեր են խոսում, անպայման միտեղ ասենք ինչ-որ քաղաքական ուժի անուն են տալիս, հետո այդ քաղաքական ուժի վրա սկսում են ընտրակաշառքի գործով գործեր հարուցել եւ արդեն շարունակությունը գիտեք։ Շատ բնական է, որ փորձում են հիմքեր ստեղծել։ Հիմա ամենածիծաղենին կարծեմ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածն էր, նախ իր մուտք արգելեցին Հայաստանից, հետո երբ հարցում կատարվեց, պարզվեց, որ ընդհանրապես որևէ քրական գործ չկա, որի արդյունքում պետք է իր մուտքը երկը երկրից արգելվեր, կներեք, երկը արգելեցին եւ հետո պարզվեց, որ պատճառ չկար, որ երկը արգելեին, հետո մի տեսակ փորձեցին այդ երկը գտնել, հիմա արդեն 3 կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեց դատախազությունը, որպեսզի գործ հարուցի։ Հիմա այն պահին, երբ այդ խնդիրները հարուցվեց, ժողովուրդը հավանաբար Նիկոլի ընտրած այդ մի քանի 100,000-ը ենթադրեց, ահա Նիկոլ Փաշինյանը վերջապես որոշել է 8 տարի առաջ տված իր խոստումը կատարել, մարտի 1-ի գործ, ես ինչ գիտեմ հոկտեմբեր 27, դրանք են հիմքում լինելու, հեսա Ռոբերտ Քոչարյանին նստեցնելու, բայց հիմա պարզվում է ինչ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ էլի իր ընտրազանգվածին խապել է, քանի որ այն գործը, որով հիմա փորձում են Ռոբերտ Քոչարյանի դեմ գործ հարուցեն, ընդհանրապես նման բաների հետ կապ չունի, ինչպես արդեն հետո պարզվեց, խոսքը վերաբերում է մի քանի հատ տենիսի ընդհանրապես ընդհանուր կորտերի օտարման մասին, որոնք ասենք եթե չեմ սխալվում 2004 թվականին տեղի ունեցել, հիմա պարզ չի ինչքան մասնակցություն նախագահան ունեցել այդ հարցում չի ունեցել։ Այսինքն այս հարցում էլ կրկին կարելի ասել մի տեսակ ժողովրդի Նիկոլ Փաշինյանի գոնե այս պահի դրությամբ խաբել է, ժողովուրդը կարծում էր հիմա այն ենթադրյալ գործերով անստելու, բայց Ռոբերտ Քոչարյանի փորձերով Նիկոլը նստացնել, բայց տեսնում եք այդպես չի։ Կարծում եմ հիմնականում բռնաճնշումներ իրականացնելու նպատակ է հետապնդում։ Ես իմ անձնական տեսակետ հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրավիճակը սրել հիմա ինչ որ որոշակի նպատակով։ Կարող է նպատակը մեկը լինել հետևյալը, որ իրավիճակը սրելով ընդդիմությանը հասնել այն եզրակացության, որ դուք ընդհանրապես անելիք չունեք, ազգային ժողովում մանդատները մի վերցեք, դա կարծում եմ կլինի իր համար ամենալավ տարբերակը, թեև տարբեր տեսակետներ կա, հիմա խոսվում է գուցե վաղը այդ մանդատ թեմայի մասին խոսել, մանդատ վերցնել, չվերցնել, բայց ամեն դեպքում ինչ որ ժամանակ ամեն դեպքում այդ հարցը արժանական է դառնալու եւ պետք է դրան անդրադառնալ։ Հիմա կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տանում է իրավիճակը սրացման, հասնել դրան, որ ասենք ընդդիմությունը մանդատները չվերցնի, դրանից հետո հիմա ինքը տեսնում եք արդեն ամեն ինչի համար մի հատ այդպես լուծում, այդպես ասած ձեռքի տակ ունի, հանում են։ Հիմա շատեր ասում են օրենքով հնարավոր չի դա անել, բայց Նիկոլ Փաշինյանի համար դժվար չի այդ ամեն ինչը կատարել, հիմք ունենալով 2020 թվականի Սահմանադրական դատարանի օկուպացումը, կարելի է ենթադրել, որ այս մարդկանց ամեն ինչ թույլատրված է, տեսանք ինչպես մանդատ գողացան մի քանի օր առաջ, այդ հիմար պատճառաբանությունները, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բերում էր վերընտրություն հաստատելու համար, մենք նման իշխանության հետ գործ ունենք, սրանց համար դժվար չի օրենք
ձևավորել եւ այդ օրենքի շրջանակում անել։ Հավանաբար մանդատները կփորձեն հանձնել հաջորդ ուժերին, դե դրանցից մեկն էլ գիտենք արդեն շնորհապետական կուսակցությունը, մի տեսակ այսօրվա այս ընդդիմությունից ձերբազատվեն, նա շատ համոզիչ, այդպես ասած, հասնել այդ մեծամասնությանը, որ հարակվեի համար իրենք ազգային ժողովում են։ Կամ մի տեսակ իրավիճակը սրել, հասնել միտեղ, որ գուցե օրինակ ես չգիտեմ, հասնել միտեղ, որ նոր ընտրություններ անցկացնելու կարիք լինի, կրկին անգամ ընտրություններ անցկացնել, բայց այս անգամ ընտրություններ անցկացնել փոփոխված օրենքներով, տեսնում եք արդեն օրենքներում փոփոխություն են անում, փորձում են այնպիսի օրենքներ անցկացնել, որով ուզում ընտրությունների մասնակցի 6 ամիս պետք է անպայման Հայաստանում բնակություն ունեցած լինի, հետո ընտրությունների մասնակցի, այդ ձևակերպումները անելուց հետո հասնեն նոր ազգային ժողովի ընտրությունների եւ դրանով իրենց ցանկացած ազգային ժողովը ձևավորեն։ Ամեն դեպքում այս իրավիճակը կարծում եմ շատ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չի բնականաբար եւ այս պահի դրությամբ ես կարծում եմ ինքը միայն փորձում է գնալ, այդպես ասած, խաղալ ընդդիմության ներվերի հետ որոշակի նպատակներով իրավիճակը սրել, դե գիշում եք այս մարդու ոճը հետ է եղել մարտի 1-ից սկսած մինչև այսօր նույն ոճով է ինքը առաջնորդվել, կարծում եմ հիմա իսկ այսօր էլ նույն դերի մեջ է եւ նույն դերակատարումն է ստանձնել։ Հենց նոր Ալիևից հերթական հայտարարություն է։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ արեց հայկական օկուպացիան, բայց մենք պետք է նայենք դեպի ապագա։ Մենք վրեժ լուծեցինք մարտադաշտում եւ դա բավական է։ Այս պատերազմը պետք է ավարտվեր եւ մենք որպես ավելի ուժեղ կողմ առաջարկեցինք խաղաղություն եւ հիմա խաղաղությունը իրականություն է։ Խնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Մի մարդ, որը ժամանակին մեր իրական ղեկավարների առջև կզած է մշտապես նստել, այսօր ահա այսպիսի հայտարարություններ է անում։ Տեսեք, հենց այս Ալիևի հայտարարությունը արդեն խոսում է այն մասին, որ իրական խաղաղության մասին խոսելը հիմնականում անիմաստ է, այն ինչ որ անունը դրել են խաղաղություն, դա խաղաղություն չի, դա կապիտուլացիա է բառի իսկական իմաստով, այսինքն այն պայմաններն է, որ դու պատերազմ չունենալու համար, արյունահեղություն չունենալու համար, զոհեր չունենալու համար պատրաստ ես ամեն ինչից հրաժարվել, տարածքներից հրաժարվել, քո արժանապատվությունից հրաժարվել, ազգային արժեքներից հրաժարվել, միայն դիմացը ստանալ այն, որ զոհեր չլինեն, պատերազմ չլինի եւ դու մնաս իշխանության։ Այսօրվա մեր իրավիճակը ցավոք սրտի սա է եւ Ալիևի կարծում եմ այդ կատարած հայտարարությունը հետեւյալն է, որ մենք հաղթեցինք եւ հիմա խաղաղություն հաստատվել։ Ոչ մի հաղթանակի արդյունքում վերջնական խաղաղություն չի կարող հաստատվել։ 94 թվականին էլ մենք էինք վերջնական հաղթել, հաղթողի դիրքում մենք էինք, բայց տեսանք բարի իսկական իմաստով, որ խաղաղություն չհաստատվեց 27 տարի անց իրավիճակը փոխվեց, դժբախտաբար ի վնաս մեզ, եւ Ալիևը հիմա խոսում է հակառակ, ասենք, այն դիրքում է կանգնած, որ մենք էինք կանգնած, եւ այն դեպքում, երբ դու հաղթանակով ես փորձում խաղաղություն հաստատել, դա նշանակում է, որ մեկ կողմը գերազանցում է եւ իր գերազանցությունը փորձում է պարտադրել դիմացի կողմին։ Միշտեր իրական խաղաղություն հաստատվում այն պայմաններում, երբ երկու կողմերը հավասար դիրքերի վրա են կանգնած, հավասար պայմաններում են նստում բանակցությունների սեղանին եւ կարողանում են միասին իրար հետ համաձայնության գալ, ինչ որ այդպես ասած հակարկություններ տալ, ինչ որ զիջումներ կատարել, ինչ որ բաներ ստանալ։ Հիմա այս դեպքում դեռ որևիցե մեկը չգիտի կամ չենք տեսնում առարկայական, թե մենք այս ամբողջ գործընթացների մեջ իրականության մեջ ինչ ենք ստացել մինչև այս պահ։ Միակ բանը, որ ստացել ենք, սահմանին զոհեր չունենալը, որ դա էլ մի տեսակ այդպես ասած դեռ կասկածի տակ է, որ իրականության մեջ այդպես է թե ոչ, ընդհանուր մեր ստացածը հետևյալն է եղել, բայց ման դրա համեմատենք Ադրբեջանի ստացածի հետ այս ամբողջ ստացում ընթացքում կամ այն ինչ որ ասենք միջազգային դերակատարներն են ստացել, կարող ենք հասկանալ, որ մենք այս դիրքում հիմնականում զիջողի դերում ենք եղել եւ այս պայմաններում բնականաբար ոչ մի խաղաղության մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է։ Այս փուլում այս խայտարակ իրավիճակի, այս հետապնդումների ձերբակալություններ, կալանավորումներ, ինչ պետք է անի ընդդիմությունը, պարոն Մարգարյան, նաև ընդդիմության միավորման մասին է խոսքը գնում, արդյոք անհանգստություն եւ վտանգներ չկան, որ կարող է կրկնվել սրբազան պայքարի պատկերը եւ ցավով այդտեղ չունեցանք հաջողություն եւ ինչով է այս միավորումը տարբերվելու, որ կհաջողի, խնդրեմ։ Ցավոք սրտի մենք սրբազան պայքարի, այո, Բագրատ Սրբազանի դարը փորձ ունենք։ Այդ փուլում 2024 թվականի մայիսին, եթե հիշեք, հսկայական ժողովուրդ կար փողոցում, հսկայական պոտենցիալ կար, դժբախտաբար հնարավոր չեղավ այդ պոտենցիալը պահել եւ բերել հասցնել այսօրվա ընտրություններին։ Հիմա պատկերացրեք, այդ պոտենցիալը մնար 2 տարի ուժեղանար, հզորանար եւ հիմա ընտրությունների ժամանակ կարողանայինք դա օգտագործել։ Հիմա միայն սրբազան պայքարը չի, մոտավորապես անցած տարի հենց այս ժամանակները եկեղեցու դեմ սկսված
բռնաճնշումների արդյունքում նման համախմբում կրկին ստեղծվել է, բայց տեսանք դա էր հնարավոր չեղավ այդ պոտենցիալը բերել դաշտ եւ օգտագործել ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժամանակին դա հիմա իր ունեցած լծակներով չեզոքացնել։ Հիմա մտահոգություն կա, որ այս համախմբումն էլ հետեւյալ նույն առաջնորդությամբ է գնալու։ Գիտեք, հիմա մենք այդ փորձը ունեցել անդիմությունը, արդեն մի քանի նման շարժումներ եղել են, եւ ես կարծում եմ այդ փորձը, որ մենք ունեցել ենք, եւ այդ զախողումները նաեւ ինչ որ պետք է պատճառ հանդիսանան կամ առիթ հանդիսանան, որպեսզի մենք դրանից դասեր առնենք եւ նույն սխալները չկրկնենք, այսինքն չգնանք նույն ճանապարհով, ինչով գնացել ենք Սրբազան պայքարի ժամանակ կամ եկեղեցու դեմ այդ հալածանքների ժամանակ են գնացել եւ փորձենք հիմա այդ սխալներից դասեր քաղելով շտկենք։ Օրինակ խոսվում է համադրող խորհուրդ ստեղծելու ժամանակ, հիշում եք Բագրատ Սրբազանի ժամանակ էլ նման մեկ համադրող խորհուրդ ձևավորվեց, բայց դրա արդյունքում տեսանք Բագրատ Սրբազանը եւ պայքարողները հայտնվեցին բանտում, իսկ հետո որտեղ էր այդ համադրող խորհուրդը, որից մեկը կարծում եմ հետո այլևս դրանց մասին որից բան չլսեց եւ չկարողացավ այն դերակատարությունը, որ իրենից սպասվում էր ունենալ։ Հիմա ես կարծում եմ չեմ ասում դա չպետք է լինի, բայց ամեն դեպքում համախմբումը լավ բան է, չեմ կարծում որից մեկը դեմ լինի, գոնե ես կարող եմ շատ հստակ ասել, որ օրինակի համար դաշնակցությունը գոնե ես որքան մոտիկից ծանոթ եմ, ամիսներ ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներ էր անցկացնում, փորձում էր հասնել գաղափարի շուրջ համախմբման, որտեղ գիտեք, հիմա մի տեսակ պատկերացնել, որ Հայաստանում մեկ անձի շուրջ համախմբում է լինելու, շփոթված մեծ լավատեսություն է լինելու։ Կարծում եմ Բագրատ Սրբազանը այն եզակի կերպարն էր, որի շուրջ հնարավոր եղավ այդ անձի շուրջ համակերպումը ստեղծել, թեև եթե հիշեք, այն ժամանակ էլ մի տեսակ դեռ այդպես 100%-անոց համախմբում ընդդիմադիրներ կային, բայց ամեն դեպքում հնարավոր եղավ մեծ տոկոսով այդ համախմբումը Բագրատ Սրբազանի շուրջ ձևավորել։ Ես չեմ կարծում կամ գոնե դժվար եմ տեսնում, որ հիմա մենք կարող ենք նման մեկ կերպար գտնել, որի շուրջ այդպիսի 100%-անոց համախմբում լինի։ Բայց գաղափարն է կարևոր իմ կարծիքով այս պահին, ինչի շուրջ երկար ժամանակ ընդդիմությունը ձգտել է, դա Նիկոլին իշխանությունից հեռացնելու, ամեն գնով իշխանությունից հեռացնելու գաղափարն է, սահմանադրական եւ իրավական բոլոր իսկ կարծում եմ հնարավորությունները դեռ սպառված չեն եւ համախմբված լինելու դեպքում հնարավոր է դրան հասնել։ Ասում եմ այսօրվա այս ընտրությունների արդյունքները, որ ձևակերպվել են Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին օրերի ընթացքում, շատ հստակ խոսում են այն մասին, որ իր հաղթանակը համոզիչ չի, ինքը շատ լուրջ վտանգ է ազգում դեռ եւ այդ վտանգի վրա, այդպես ասած, կենտրոնանալով, իմանալով, որ այդ վտանգը որտեղից է գալիս, ես կարծում եմ պլանավորելով կարելի է հասնել հստակ նպատակների եւ թույլ չտալ, որպեսզի այս իշխանությունը գոնե հանգիստ տոնի իր վերարտադրությունը։ Այսինքն նախորդից դասեր քաղելով ընդդիմությունը ամեն դեպքում միավորում կարելի է եւ այս հարցը հնարավոր է լուծում տալ։ Ես կարծում եմ այո, այսինքն միայն այդպես խոսել համախմբման մասին, եկեք համախմբվենք, անենք, շատ հեշտ է բառերով դրա մասին խոսել, բայց մեր հայկական իրականության հետ ովքեր շփվել են, քաղաքական ուժերի հետ շփվել են, գիտեն չափազանց դժվար է քաղաքական բոլոր ուժերին այդպես մեկ կերպարի շուրջ բերել համախմբել։ Ասում եմ, Բագրատ Սրբազանը մի եզակի երևույթ էր այն ժամանակ, եթե չեք ամենատարբեր քաղաքական ուժերը դաշնակցությունից սկսած մինչև ազգային ժողովրդական բևեր եկել էին, համախմբվել էին, հիմա պատկերացնել, որ այդ համախմբումը մենք ունենալու ենք մեկ, այդպես ասած, գաղափարի շուրջ, դա դժվար է։ Օրինակ, հենց ընտրություններից հետո իշտամ շատ անկես խոսեմ, ընդդիմությունը հայտարարություն տարածեց, բայց տեսանք, որ քաղաքական ուժերից ազգային ժողովի ընտրություններին մասնակցած ընդդիմության ճակատում գտնվող ուժերից եղան ուժեր, ովքեր այդ ընդհանուր հայտարարությանը չմիացան։ Հիմա այս պայմաններում պատկերացնել, որ մենք կարող ենք այդպես ասած 100%-անոց մեկ համախմբման հասնել մեկ անձի շուրջ, մի քիչ իմ կարծիքով շատ գուցե մենք լավատես լինենք, բայց գաղափարը ես կարծում եմ հնարավոր այդ գաղափարի շուրջ համախմբան հասնելը եւ եթե կանանք 100%-անոց բոլորս համոզվենք, որ մեր ուժերը պետք է ներդնենք եւ պես ասած համատեղ ենք այս իշխանությունից ձերբազատվելու հարցում, ամեն դեպքում դա սարերի հետևում չի հնարավոր է դրան հասնել։ Հենց հիմա քանի որ կառավարության նստից հետո Փաշինյանի ասուլիստ է ընթանում, այն աստիճանի եմ ջախջախել ընդդիմադիրներին, որ հիմա չեմ հիշում, մի 5 րոպե պիտի մտածեմ, նոր ասեմ։ Ինչ ասեմ, երեկվա իր պահվածքը կարծում եմ ամենալավ վկայությունն է կամ պատասխանը իր այսօրվա պահվածքի։ Չեմ կարծում այսօրվա մեր ընդդիմությունը ջախջախված ընդդիմություն է, մեր ընդդիմությունը գոնե կարողացել է հասնել այն նպատակին, Նիկոլ Փաշինյանին թույլ չտվել ունենալ այնպիսի մեկ մեծամասնություն ազգային ժողովում, որով ինքը կարող էր հեշտությամբ այդ հարակվեին հասնել։ Սա 100%-անոց հաղթանակ չի, բայց առնվազն նպատակներից մեկ իրագործված է։ Եվ կարծում եմ հենց այդ իրագործված նպատակից ելնելով կարելի է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում
իր խնդիրները ունի եւ այդ խնդիրների հիման վրա է որ նման հայտարարություններ անի։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան։ Ես եմ շնորհակալ, խնդրեմ։